Ինչ ձեռքբերումներ ու հաջողություններ կան 1 քառորդ դար ետևում թողած հայկական բանակում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պատասխանը կարճ է։ Հայկական բանակի հնարավորությունները բավարար են հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար։ Մովսես Հակոբյանը օրինակ է բերում. մեր երկրի զինված ուժերում ծառայողները ադրբեջանական ցանկացած թիրախ կարող են խոցել մեծ ճշգրտությամբ։ Այսօր բոլորը հասկանում են ինչ դերակատարություն ունեցել բանակը մեր այս 25-ամյա տարեգրության մեջ եւ հետագայում իր դերը հասարակ մեր երկրի անվտանգության ապահովման հարցում։ Ինչ դասեր քաղեցինք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը հայտնեց. հայկական զինված ուժերում առաջընթաց կա։ Քառօրյայից հետո անվտանգության գոտում, մարտական հենակետերում ինժեներական աշխատանքները շարունակվում են։ Մեր ժողովրդին էլ ցանկանում են վստահեցնել, որ բանակը միշտ էլ պաշտպանելու է իր անդորը, խաղաղությունը, սահմանները լինելու են ամուր, որպեսզի բոլոր արարումները իրականացվեն։ Բանակի օրվա միջոցառումներին մասնակցելու, Արցախում զոհված զինընկերների հիշատակը հարգելու համար Եռաբլուր Պանթեոն էր այցելել նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։ Նա հայտնեց, արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որ Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի, հատկապես Թալիշ համայնքի անվտանգությունը ապահոված լինի։ Թալիշում հիմա վերականգնման աշխատանքները գնում են, արդեն բնակիչներ կան, ճիշտ է երեխաներ չկա, մեկ այդ աշխատանքները տանում են, անձապատասխանատուն ես եմ, թե Թալիշի, թե Մարտակերտ, թե ընդհանրապես, բայց աշխատանքները տանում Լեռնային Ղարաբաղ Հանրապետության նախագահի կողմից ես լիազորված եմ այդ աշխատանքները կազմակերպել, Թալիշ անվտանգ է։ Այսօր էլ հայկական բանակը մարտունակ է, ինչնս զինվորական կոմիսար գնդապետ Հենրիկ Մուրադյանի վերջին 25 տարիներից մնացած հարուստ ժառանգությունը։ Դա ըստ զինվորական կոմիսարի ապացուցեցին ու հաստատեցին քառօրյա պատերազմում կռված տղաները։ Մեր երիտասարդ զինվորները, սպաները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայոց զորական ուժը ավելի հզոր է, իրենք պատրաստ են ցանկացած պահին պահպանելու մեր պետության, մեր ժողովրդի խաղաղությունը ու անդորրը։ Եռաբլուր Պանթեոնում են նաև հայկական երկու հանրապետությունների ղեկավարները, հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը անկախությանը նվիրածներին։ Եռաբլուրում են նաև պատանի երկրապահները, զինվորին վայել լրջությամբ կատարում են իրենց պարտականությունները։ Մարտական դրոշները ձեռքներին շարք են կանգնել ու սպասում վերադասի հրամանին։ Նայիրի Մուրադյան, Վիտալի Գրիգորյան, ժամը լրատվական։